Խաչատուր Աբովյանը, ըստ պաշտոնական տեղեկության, ծնվել է 1809 թվականին Քանաքեռ զուտ հայաբնակ գյուղում։ Աբովյանի ծնողները ուխտում են իրենց առաջնեկին Խաչատուրին նվիրաբերել Էջմիածնի վանքին։ 9 կամ 10 տարեկանից նրան տանում են վանք, հոգևոր դպրոցում ուսանելու։ Պատանի Աբովյանը իր խնամակալ Անտոն Մուղնեցու խորհրդով Էջմիածնից փոխադրվում է Հաղպատի վանք, իսկ այնտեղից էլ Թիֆլիսի Ներսիսյան նորաբաց դպրոց։ Այս դպրոցում Աբովյանը սովորում է մինչև 1826 թվականի փետրվար ամիսը։ Ներսիսյան դպրոցում հոգևոր առարկաներից բացի ուսանում էին հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն եւ այլն։ Աբովյանը Ներսիսյան դպրոցի լավագույն եւ առաջադեմ սաներից մեկն էր։ Ֆրիդրիխ Պարորտի աջակցությամբ եւ նրա հոր Գևորգ Պարորտի միջնորդությամբ Խաչատուր Աբովյանը 1830-1836 թվականներին սովորում է Դորպատի համալսարանում։ Նա լսում է դասախոսություններ աշխարհագրությունից, հոգեբանությունից, համաշխարհային պատմությունից, եվրոպական գրականությունից, տրամաբանությունից, ուսումնասիրում է մարդաբանություն, բնագիտություն, բուսաբանություն, երկրագործություն, երկրաչափություն, տիեզերագիտություն, աստղագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, վիրաբուժություն։ Սովորում է նվագել շրթհարմոն, կլավիր, ջութակ, կիթառ, երգում է երգչախմբում, սովորում է մի շարք օտար լեզուներ՝ լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն։ Դորպատից վերադառնալիս նա տիրապետում էր մոտ 10 օտար լեզուների։ Աբովյանը աստիճանաբար սովորում է ապակի գործություն, կազմարարություն, վիմատպություն, ասեղնագործություն, յուրացնում է ձեռագրերի պատճենահանման, հացաթխման ճակնդեղից շաքար պատրաստելու եղանակները։ Անգնահատելի է նրա մանկավարժական գործունեությունը եւ իրականացրած նորարարությունները։ Աբովյանի կրթությանը եւ կրթական համակարգին վերաբերող այն հիմնական դրույթները, որոնց հիմքը դրվել է նրա կողմից, կյանքի է կոչվել հետագա տարիներին եւ գործում է մինչ օրս։ Աշխարհաբար լեզվի կիրառություն, աշխարհիկ կրթություն, երկսեռ դպրոցների լայն ցանց 7-ից 14 տարեկան երեխաների պարտադիր կրթությամբ, կրթված հմուտ, իրենց մասնագիտությունը սիրող նվիրյալ ուսուցիչներ, մամլական պատիժների վերացում, էքսկուրսիաների կազմակերպում, արձակուրդներ ուսումնական տարվա ընթացքում։ 1840 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան Խաչատուր Աբովյանը տնից դուրս է գալիս եւ խորհրդավոր հանգամանքներում անետանում։ Մինչև այժմ էլ պարզված չեն նրա անետացման հանգամանքները։ Բազում ենթադրություններ կան Աբովյանի առեղծվածային անետացման մասին։